Ժամանակներ առաջ մեր տատիկներն ասում էին. «Բալաջան, արագիլը գալիս է, խոպանջին գնում է, արագիլը գնում է, խոպանջին նոր վերադառնում է»։ Մի խոսքով, նրանք իրար չեն հանդիպում։ Այսպես էլ կա։ Գարնան օրերի բացվելուն պես ջավախքում արդեն ավանդույթ է դարձել։ Տան տղամարդը թողնում է տուն ու տեղ ու գնում արտագնա աշխատանքի։ Բայց ինչ անի, եթե հարմար աշխատանք չկա ընտանիքը պահելու համար։ Աշխատանք գտնելը շատ դժվար է, գործնելը հեշտ է։ Եթե աշխատանք ունես, պիտի միջավայրի հետ համապատասխան գործունեություն ծավալես։ Իսկ եթե մարդը ի վիճակի չէ աշխատանք չէ արտագնա աշխատանքի է գնում ու բերե փողը ես իմ կազինոներ ուրթեգը վերվարե ծախսեգը ընտանիքի համապատասխան պիտի ծախսեք ունեցած հնարավորություն, որպեսզի տանը մնացողին դժվար չլի եղած փողը ծախսել իր նպատակի համար։ Իհարկե դժվար է մնացողին համար, որովհետև մենակ կինն է, երեխաները կրնան չափած երեխալի ինչը պիտի ապրին։ Եթե այնտեղից է փողը չկա, արտագնա աշխատանքից փող չկա, տվյալ ընտանիքը կերախի կմատնվի, չեկավորության կմատնվի, պետական աջակցություն հələ չկա, միանավակ աջակցություն կա, վերնոր համարվի կը չեկավոր ընտանիք։ Եթե մեր շրջանում հազվադեպ է, որտեղ մենք մեզի միշտ լավ ցույց կտանք, որ մենք 100%-ով լավ կապրենք։ Ամեն ինչու ժամանակ է ցույց տալիս։ Սաղինա ցանկանամ արտագնա աշխատանք չլի, աշխատանք այնքան էլի որ յուրաքանչյուրը իր ընտանիքի աշխատանք ունենանք, ապրենք մեր ընտանիքների հետ։ Արտագնա աշխատանքը չէ պահանջելի, ոչ թե ամենօրյա պահանջելի, չէ պահանջելի, որովհետեւ արտագնա աշխատելու կենացողները քիչ են, ինձ ջան։